Բարև ձեզ։ Ընդհանրապես իմ տեսանյութերը դիտում են ավելի ընդդիմադիր դաշտի մեր հայրենակիցները։ Բայց ես խնդրում եմ, եթե անգամ դուք Նիկոլ Փաշինյանի կողմնակից եք, այս տեսանյութը դիտեք, որովհետև սա շատ կարևոր է։ Ուրեմն ես մի բան եմ ուզում ձեր բոլորին հիշեցնել, որ երբ որ մենք ընտրում ենք քաղաքական գործիչների եւ նրանց տալիս ենք մանդատ, որպեսզի մեզ ներկայացնեն, այս մարդիկ պետքա ներկայացնեն մեր բոլորի շահերը, բոլորի։ Նրանք պետքա ներկայացնեն մեր պետության եւ մեր բոլոր հայրենակիցների շահերը։ Ազգային ժողովը իրար ուտելու, իրար հայհոյելու կամ իրար գզելու մի տեղ չի։ Դա մի հիմնարկություն է, մեծ բարձր ամբիոն։ Դա մի պալատ է, որտեղ այս մարդիկ, որոնք որ 4-ից 8 տարին մեկ փոփոխվում են, նրանք պետք է այնտեղ գնան, որպեսզի ներկայացնեն մեր ազգի շահերը։ Այն օրը, որ մեր ժողովուրդը կհասկանա, որ այս մարդիկ ազգի ծառաներն են, մենք իրենց ծառան չենք, իրենք են մեր ծառան։ Այդ օրվանից մենք կսկսենք ավելի լավ մեր պետությանը տեր կանգնել, որովհետև դեռ այնպիսի տպավորություն է, որ սրանք լորդերն են, մենք ծառաները, բայց դա այդպես չի, դա հակառակը պետք է լինի։ Ուրեմն յուրաքանչյուր քաղաքական գործիչ շատ լավ գիտի, որ երբ որ ինքը այդ բարձր ամբիոնից վերականգնում եւ սկսում է խոսել, նախ բոլոր խոսույթները պետքա նորից բխեն ազգի եւ պետության շահերից, բոլոր անխտիր չի կարող լինել անգամ մեկ խոսակցություն, անգամ մեկ ճառ, որը որ չի բխում մեր ազգի կամ մեր պետության շահերից, չի կարող։ Եվ այս մարդիկ շատ լավ տեղյակ են, իրենք բոլորը շատ լավ գիտեն, բոլորը, որ այն ամեն ինչը, ինչ որ իրենք անգամ յուրաքանչյուր տառը, որ իրենք արտահայտում են ազգային ժողովի այդ բարձր, կարևորագույն պետության համար եւ ժողովրդի համար ամբիոնից, դա միայն իրենց ժողովուրդը չի, որ նստած լսում է։ Դա լսում են մեր հարևան բոլոր պետություններում, բոլոր մամուլը, գաղտնի եւ հատուկ ծառայությունները, շատ անգամ, շատ հնարավոր է, որ ճառ լինի մեր երկրում, որ մեր հարևան պետության անգամ գլուխը նստի, լսի այդ ճառը։ Եվ ես համոզված եմ, որ տարվա մեջ մի քանի տարբեր ճառեր են լինում, ոչ միայն պետության գլխի կողմից, այլ սովորական, ասենք, մի դեպուտատ ինչ որ մի ճառ է ասում, որը որ շատ կարևոր մեջ է ինչ որ մի բան ունի, երբ հարևան երկրի գլուխը նստում եւ այդ ճառը լսում է։ Ես հավատացնում եմ ձեզ, դա այդպես է։ Այսօրվա ես ճիշտն ասեմ ձեզ, մինչև բուն թեմային անցնելը, ես ոնց որ արդեն վաղուց նկարագրել եմ եւ ասել եմ, պատմել եմ։ Ես Հայաստանում չեմ ապրում։ Ես ապրում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ արդեն 30 տարի է։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, քանի որ մենք առավոտից գիշեր աշխատում ենք, մենք չունենք կյանք։ Երեկոները ընդհանրապես իմ ամենասիրած ժամանակն է Ամերիկայում, գիշերները, որտեվ գիշերները ոչ բանկերն են բաց,
ոչ մեկ արթուն չի, ոչ մեկ չի զանգում, ես ուղղակի միակ ժամը, որ գալիս եմ մի քիչ նստում եմ այս բազմոցի վրա հանգստանամ, դա երեկոներն է։ Այսօր ամբողջ օրը ես իմ մեջ ինձ ուտում էի ուղղակի Արման Եղոյանի քպեական ճառից, մի քանի նախադասությունից եւ չէի համբերում հասնեմ տուն եւ ինչքան էլ հոգնած լինեմ եւ հենց հիմա վրաս այն որ ասում են հալ չկա, վրաս հալ չկա, բայց որոշեցի նստեմ եւ այս տեսանյութը պատրաստեմ, որովհետեւ այն հիմարությունը եւ սա հիմարություն չի, սա հիմարություն է մարդու համար, որը որ իր երկրի մասին մտածում է, բայց այն ինչ որ ինքը արեց, սա հաշվարկած, սրանք բոլորը հաշվարկած քայլեր են։ Նրա այդ մի քանի նախադասությունը, որ ինքը ասեց այսօր, բարձր այդ ամբիոնից եւ նորից եմ հիշեցնում, Ռուսաստանը նստած մեր ամբողջ ազգային ժողովի նիստը ծայրից ծայր նայում են, սկզբից մինչև վերջ։ Աբխազիայում նայում են, Վրաստանում նայում են, Ադրբեջանում նայում են, Թուրքիայում նայում են, Պարսկաստանում նայում են, շատ հնարավոր է, որ մինչև Հունաստան եւ մինչև Ամերիկա նայում են։ Այն պետությունները, որոնք մեր հետ ունեն ինչ-որ համագործակցություն, նայում են։ Ես 100% համոզված եմ, որ Իսրայելում են նայում։ 100%, ծայրից ծայր։ Եվ Արման այդ Եղոյանը, չէ՞, տենց ազգանում է։ Այդ տղան վեկացավ եւ ասեց, որ Տաշիրը եւ Լորին եղել են վրացական ռեգիոններ, վրացական հողեր։ Եվ մի օր կարող է իրենց մոտից գա մի դեպուտատ կամ մի պաշտոնյա եւ պահանջի դա։ Սա եթե սա ձեր մոտ վրթովմունք չի առաջացրել, գիտեք ինչ աստիճանի վրթովմունք, որ դուք ուզենաք այդ տղային ուղակի բռնեք, մեջտեղից պատռեք իր մանդատի հետ միասին, որովհետև երբ որ դու նման բան ես ասում եւ դու ներկայացնում ես պետություն, թեկուզ ոչ պետության գլխի պաշտոնում, բայց դու ներկայացնում ես տվյալ իշխող ուժի կողմից կանգնած դու բարձր ամբիոնից խոսում ես եւ դու նման բան ես ասում, դու հրավիրում ես նման գաղափար քննարկելու, դու այսինքն դու ասում ես Վրաստանին, որ դու ճանաչում ես եւ դու հասկանում ես, որ դա այդպես է, որ դա եղել է իրանցը եւ դու պատրաստ ես դա քննարկելու։ Սա յուրաքանչյուր ուրիշ պետությունում, Վրաստանում թարգմանելու են հետևյալ կերպ եւ ինչ իրավունք ունի կողքի պետության, հարևան պետության ինչ որ մի պաշտոնյա գա եւ մեզանից պահանջի դա, չէ՞, ինչ իրավունք ունի, բայց ինքը էդ էլ է ասում, որովհետեւ ինքը շատ լավ հասկանում է, որ ինքը հենց էդ էլ ասում է եկեք Լորին եւ Տաշիրը հետ ուզեք, սա ձերն է եղել, դուք շատ մարդ, շատ հնարավոր է, որ լավ չի հասկանում դա, բայց ժողովուրդ ջան, ես մարդ եմ, որը որ դիվանագիտությունից, քաղաքականությունից, գեոպոլիտիկայից ընդհանրապես շատ լավ հասկանում եմ։ Այն գրականությունը, որ ես եմ կարդացել, ընդհանրապես այն գործերը, որ ես եմ կարդացել մարդկանց կողմից, որոնք որ աշխարհն են ղեկավարել տասնյակ տարիներով եւ այնպիսի հմուտ գործիչներ են եղել, այս մարդիկ, որոնք որ երկիր են ղեկավարում կամ թեկուզ կուսակցության անդամներ են, սրանցից
երևի մատներիդ վրա կարող ես հաշվել քանի հոգին են, որ կարդացել են այն նույն գրքերի գոնե կեսը, որ ես եմ կարդացել։ Եվ ես շատ լավ հասկանում եմ, ինչ էր սա նշանակում։ Սա նշանակում էր, որ մեր պետության մեջ ճանաչում են այդ սկզբունքը, որ դա եղել է իրենցը, եւ քանի որ մենք հիմա պատրաստ ենք դեմարկացիայի եւ դելիմիտացիայի դեմարկացիայի, մենք պատրաստ ենք մեր իրական Հայաստանը նոր գտնելու ճակերտների մեջ, Վրաստանն է թող գա իրենը պահանջի, մենք չենք արել դեռ, մենք դեռ նոր ենք փնտրում մեր իրական Հայաստանը, եկեք ով ինչ որ ուզի, ով ինչ որ ունի ուզելու, եկեք հիմիկվանից ուզեք, տանք, որ հետո էլ ոչ մեկից ոչ մի բան չուզի, սա դա է նշանակում, եւ եթե կան մարդիկ մեր հանրապետությունում, կապ չունի ում եք ընտրել դու, ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ, եթե կան մարդիկ, որոնք որ սրանից, այս մոտեցումից, այս տղայի ասածից, ուղակի այսօր հանգիստ գիշերը քնելու են, ուրեմն դուք ուղակի չեք սիրում ոչ այդ պետությունը, ոչ այդ հայրենիքը, դուք ուղակի անտարբեր եք, կարևորը ձեր պատեզնն է, ձեր շենքն է, ձեր բակն է, ձեր համար նշանակություն չունի, ինձ համար 1 միլիմետրը, մեր 1 միլիմետրը ամբողջ սահմանի երկայնքով, դա մեծ տարածություն է, երբ որ ամբողջ սահմանի երկայնքով ես վերցնում, 1 միլիմետրը, 1 սանտիմետրը շատ ավելի մեծ է, այս մարդիկ մեր լորին, կիրովականը, մեր քաղաքները, սրանք առաջարկում են վրացիքին, գան մեզանից ուզեն, հասկանում եք, երբ որ Վրաստանի, ես պատասխանեմ քեզ, Արման Եղոյան, Արման, չգիտեմ, կարծում եմ ազգանունը ճիշտ եմ ասում, դու լավ գիտես, ով որ ասեց դա, չգիտեմ ազգանունը ինչ էր, բայց կարծեմ Եղոյան էր, հիմա ես քեզ ասեմ, տղա ջան, այդ Վրաստանի ամբողջ թագավորական ընտանիքը եղել են հայեր եւ շատ եղել են նաեւ հունական ծագումով Հունաստանի Անդրոնիկոս Խոմնենոս հունական ծագումով մի ընտանիք, որը որ ամենավերջին թագավորն է եղել, դա Անդրոնիկոս Խոմնենոսի ընտանիքն է, դա իմ ընտանիքն է, իմ մորական ընտանիքն է, Վրաստանի թագավորները եղել են հայեր, նաև ոնց որ ասեցի, եղել են նաև հույներ, բայց այդ հույները ամուսնացել են հայերի հետ եւ երբ որ այդ հույները իրենց, այսինքն իմ նախա գնա քանի 100 պորտեն կողմ, երբ որ ուրեմն հռոմեական կայսրության կայսրներից մեկի Խոմնենոսի տղան, որ եկել է Վրաստան եւ Թամարի մոտ է մնացել, որովհետեւ Թամարն է նրան պահել, քանի որ նա փախուստի մեջ է եղել Հունաստանից եկել, այսինքն ոչ թե Հունաստանից, այլ հռոմեական կայսրությունից եկել է Թամարի մոտ է մնացել, հետո ամուսնացել են սրանք հայերի հետ, Բագրատունիների հետ եւ Բագրատունիների միջոցով հետո նաեւ եկել է Անդրոնիկաշվիլիների ընտանիքը, հələ մի հատ նա է ազգանունը, եւ հետո այդ մարդիկ, որոնք որ Վրաստանում անգամ եթե դա եղել է Վրաստանինը,
անգամ եթե դրանք եղել են հայկական հողեր։ Դու երբ որ անգրագետ տղա նման բան ես, ցնդաբանություն ես արտահայտում եւ իրենց ասում ես, որ եկեք հրավիրում ես, որ գան իրենց հողը հետ ուզեն, դա իրենց հողը չի, դա նաեւ դա է հայկական հող, այսինքն դա Վրաստանինը չի եղել եւ ես դա կարող եմ ապացուցել։ Ձայնդ կտրի այդ տղա, նման բան, նման բարձր ամբիոնից չեն անում նման բան։ Եթե դա եղել է, ասենք, այն կարտլի կակեցի ժամանակ, կախեցի էլի, այդ ժամանակ դա վերջին թագավորն է եղել, Գրիգորի 12-ը, եղել է վերջին թագավորը, դրանից հետո Վրաստանը արդեն դարել է Վրաստան հենց իր անունով, Գրիգորի 12-ի, Ջորջ 12-ի անունով դարել է Ջորջա, այդ իմ պապնա, պապու պապնա, այդ վերջին Վրաստանի թագավորը, Ջորջ 12-ը, դա իմ պապու պապնա, մորական, և դրանք հայեր են եղել, Բագրատունիների ընտանիքն է դա եղել, այսինքն դրանից հետո Վրաստանը արդեն ռուսական է եղել, որովհետև ցարը, քանի որ իմ պապու բանակը էլ չի կարողացել թուրքական պատերազմներին դիմադրի, որովհետև անընդհատ ռուսական-թուրքական պատերազմների միջև անընդհատ կարտլի կախեցին, պատերազմել է թուրքերի դեմ անընդհատ ու վերջում արդեն երկիրը, թագավորությունը անկել է, չի կարողացել պատերազմի, Ռուսաստանը անեքս է արել և իմ պապու պապը, Ջորջ 12-ը, թողել է թագավորությունը, արդեն հիվանդել էր ու թողել է, ու դրանից հետո Ռուսաստանինն է դա եղել, Վրաստանինը չի եղել դա, նման հիմարություն դուրս մի տուր, եթե Վրաստանինն է եղել, դա եղել են հայկական թագավորներ, դա հայկական տոհմ է եղել, Բագրատունիները եղել են հայկական տոհմ, Անդրոնիկաշվիլիները, Անդրոնիկոսները եկել են բանից, Հունաստանից, ընդհանրապես հույն են եղել, բայց եկել են հռոմեական կայսրությունից, այդտեղ, դու նման բաներ մի ասա, դա ոչ մի անգամ չի եղել վրացական հող, այս մարդիկ հրավիրում են մեր երկիր, հարևան պետություններից մեր երկիրը մասնատելու, եկեք տանք ինչ ուզում եք և վերջ, հիմա մի ուրիշ բան բերեմ ձեր ուշադրությանը, շատ կարևոր, ուրեմն Սոկոլովը, որը որ մեր երկրում արդեն համարյա ամեն ինչի դիրեկտորն է ինքը, ինչքան կարևորագույն մեր երկրում, ուրեմն մեծ եկամուտաբեր, չեմ ուզում օբյեկտներ ասել, դրանք օբյեկտներ չեն, բայց ինչքան եկամուտաբեր մեծ բան կա մեր երկրում, արդեն Սոկոլովը դառնում է դրա դիրեկտորը, քանի որ ես նաև շատ լավ տիրապետում եմ հրեաների ընդհանուր սխեմայից, թե իրենք ինչպես են աշխատում, ոնց է իրենց մոտ ընդհանրապես սխեման աշխատանքի, որովհետև իրանք ամբողջ իրանք կրոնով իրանք ազգ չեն, իրանք կրոն են և իրենք ազգ են համարում իրենց, բայց ինքը ազգ չի, կրոն է և իրենք բոլորը տարբեր ծագումներ ունեն, մեծ մասամբ եվրոպական
Բալկանների, ուկրաինական, Լեհաստանի նման ծագումներ ունեն, աշկանազները ավելի Վրաստանի մեր կողմերի ժողովուրդ են։ Աշկանազները նաև, եթե աշկանազները DNT-ի թեստ անեն, կարող ամեջները հայել լինի շատ։ Ժողովուրդ ջան, հիմա ասեմ ձեզ, ժամանակին դուք բոլորդ բողոքում էիք, ես ինքս էլ եմ բողոքում դրանից, որ Քոչարյանը շատ բան տվեց ռուսներին։ Ճիշտ եք ասում, նման բան եղել է։ Սերժ Սարգսյանը էս արեց, Լևոն Տեր-Պետրոսյանը էն արեց, ամեն մեկը մի բան արեց։ Մենք չունեցանք մեր երկրում, մեր պետության համար մի իրոք արժանի ղեկավար, չունեցանք դա։ Ով եկավ, մի բան արեց, կամ շատ բաներ արեց, որոնք որ մեր ազգին վայել չէին, մեր ճիշտ չկառավարեցին եւ դրա համար այսօր ունենք այն ինչ որ ունենք։ Բայց հիմա նաեւ մի բան բացատրեմ։ Մեր ազգը կոմունիստների ժամանակ ընդհանրապես այնպես չի եղել, որ չգիտեմ ոնց են ապրել բոլոր այս մարդիկ։ Ապրել են, բայց չգիտեմ ոնց չեն ապրել։ Եվ այս մարդիկ յուրաքանչյուրը, որ գալիս է պաշտոնի, ընդհանրապես նրանք ունեն 4-ից 8 տարի, որպեսզի հարստանան այնքան, որովհետև ինքը ինչ է գնալու աշխատի պետություն ղեկավարելուց հետո, ինչ գնալու է հետո մի բան աշխատի, պարզավոր չէ։ Այնքան է ուզում վերցնի, որ ամբողջ կյանքը թագավորի նման ապրի։ Բոլորը նույնն են լինելու, բոլորը։ Ես սրա պատասխանը ունեմ, թե ոնց կարելի է անել, որ այսպես չլինի։ Հիմա խոսենք դրա մասին։ Բայց այն բոլոր բողոքները, որ դուք ունեք մինչև հիմա, որ Քոչարյանը վաճառեց ռուսներին, տվեցին սրան, տվեցին նրան, այն ինչ որ Քոչարյանն ա տվել, Սերժ Սարգսյանն ա տվել, Լևոն Տեր-Պետրոսյանը, այդ ամեն ինչը հետ վերցնելու, ճիշտ է, շատ դժվարությամբ, բայց հետ վերցնելու տարբերակ կա։ Իսկ այն ինչ որ սրանք են տալի, այն ինչ որ ԿՊՆ-ը տալի այսօր, դա էլ հետ վերցնել չի լինելու ոչ մի դեպքում, գիտեք ինչի, որովհետև այս ամեն ինչի հետևում կանգնած է սինագոգը եւ Իսրայելը։ Իսկ նրանցից ոչ մի բան, ոչ մեկ հետ վերցնել չի կարող։ Հիմա բացատրեմ մի բան։ Ես 17 թվականից ասում եմ, որ մեր երկրի հետևում այս պահից սկսած, 17 թվականից եմ ասում, այս պահից սկսած մեր երկրի հետ ինչ որ եղավ եւ ինչ կատարվեց մեր երկրի հետ, ինչ կորավ, ոնց ասենք մի մեծ բան անհետացավ, այդ ամեն ինչի հետևում կանգնած է լինելու Իսրայելը եւ հրեաները։ Եվ դա այդպես է լինում։ Հրեաների մոտ համակարգը աշխատում է հետևյալ կերպ։ Ասենք թե մի հրեա ուզում է բիզնես բացի։ Նա չունի այդ գումարները, բայց ուզում է բիզնես բացի։ Նա գնում է իր ռաբիի մոտ, ռաբին գիտեք, իրենց սինագոգի մեծն է, իրենց կաթողիկոսն է, բայց իրենք կաթողիկոս ունեն բոլոր սինագոգներում։ Գնում է ասում է Ռաբի Մոշե, ուզում եմ բիզնես բացեմ։ Okay ասում է, շատ լավ։ Ինչ բիզնես։ Չգիտեմ, մի բանի բիզնես։ Դե լավ։ Ինչքան է գումար պետք։ Ասենք $5 միլիոն, որովհետև իրանց մոտ փոքր բիզնես չկա։ Իրանք 100-200 $100-անոց բիզնեսներ չեն անում։ Լավ։ Կգնաս այսինչ բանկից կլրացնես, որ քեզ փողը պետք է, ես կասեմ կտան։ Գնում է այդ մարդը, լրացնում է, ասում է ռաբին տալիս են այդ 5 միլիոնը։ Հիմա լսեք։ Այդ մարդը գնում է իր բիզնեսը բացում է։ Այդ բիզնեսի տերը ով է։
Այդ բիզնեսի տերը ինքն է եւ սինագոգը։ Հիմա այդ բիզնեսը ինչքան եկամուտ բերեց, այդ մարդը վերցնում է իրան, պարտքը այն 5 միլիոնը, որ վերցրել է, մարում է, բայց միևնույն ժամանակ Ռաբին բոլոր հրեաներին, որոնք որ այդ սինագոգում անդամ են եւ դա մեծ մի ահռելի թիվ է կազմում, այդ բոլորին ասում է, նայեք ասում է, ուրեմն մի ինչ որ անուն, հա, բիզնես է բացել, ինքը նոր բիզնես է, մեզ պետք է օգնի, Ռաբին էլ այդ ամեն ինչը պատմելու կարիք չունի, իրանք շատ լավ գիտեն, բոլորդ, ասենք թե իր բիզնեսը խիմչիստկա է, շոր է մաքրում, այդ 5 միլիոնը, որ վերցրել է, շոր մաքրելու բիզնես է բացել, բոլորդ ամիսը մեկ, ճիշտ է, մենք էլի ունենք ասում է հրեաներ, որոնք խիմչիստկա ունեն, մաքրման կենտրոն, հայերեն ասեմ, բայց ամիսը մի անգամ էլ իրա մոտ կտանեք, հիմա այն մյուսից մի քիչ վերցնում է, որ սրան էլ տան, որ սրա մոտ էլ բիզնեսը աճի, հիմա իրանք բոլորով իրար հետ միասին պետք է օգնեն, սրանք փեթակի, մեղվի փեթակը ոնց է աշխատում, այդ ենց են աշխատում իրենք, մայր մեղուն և մնացածները, իրենք բոլորով իրար հետ օգնում են, որ այս մարդու նոր վերցրած բիզնեսը աճի, հետո երբ որ ինքը այդ 5 միլիոն դոլարը հետ է փակում բանկին, ինքը սկսում է իր բիզնեսի եկամուտից ահագին մի մաս տալ սինագոգին, որովհետև մյուս հրեան, որ եկավ բիզնես բացելու, հիմա ինքն էլ պետք է օգնի, ոնց որ իրեն են օգնել, նաև ինֆորմացիան, այն բոլոր ինֆորմացիաները, որ գալիս է իր բիզնես, իր մաքրման կենտրոն, ամեն տեսակի ինֆորմացիա, ինքը այդ բոլոր ինֆորմացիան տալիս է Ռաբին, որ Ռաբին էլ տա Իսրայելի իրենց գաղտնի ծառայությանը, կապ չունի ինչ ինֆորմացիա, կարող է ես լավ հաճախորդ եմ դարձել, մտնեմ, կանգնեմ մի քիչ ցանցար բաներ խոսամ, շատ կան այտենց մարդիկ, որ մտնում են, կանգնում են խոսալու սովորություն ունեն, լիքը սկսում են պատմել իրենց կյանքից, այնտեղ ինչ լսում է, գնում է պատմում է, եթե դու քեզնից ինչ-որ մի բան ես ներկայացնում, այսինքն պատմողը, այդ Ռաբին պատմում է, ամբողջ ինֆորմացիան գնում է Իսրայել, այսինքն սրանք ոչ թե միայն աշխատում են, իրար օգնեն, որովհետև իրենք ունեն մոտակա գոլեր և հեռակա, տենց են անվանում, short-term goals and long-term goals, իրենք մոտակա, հեռակա իրենց գոլերին պետք է հասնեն բոլոր, իրենք ժողովրդական ասեմ, ցել են դնում մի բանի վրա ու պետք է հասնեն դրան և կամաց այդ միջոցով իրենք հասնում են, քանի որ այդ բոլոր սինագոգները, բոլոր հրեաների հետ միասին, իրանք ընդհանրապես ծառայում են Իսրայելին, բոլորը, հետո, երբ որ, քանի որ իրանք ունեն ազգային ծրագիր, այդ ազգային ծրագիրը և Իսրայելը իր վերջնական են ամենաբարձր բարձունքներին հասցնելու համար, որպեսզի Իսրայելը լինի աշխարհի տեր տիրականը, դրա համար իրենք իրենց մեջ որոշում են, որ մարդկանց ինչ աշխատանքների նշանակեն, այս Սոկոլովին, որ իրանք բերել նշանակել են, Թրամփը բերել է նշանակել է Թրամփը, դա Թրամփը չի նշանակի, ժողովուրդ ջան, Թրամփը ոչ մի բան առանց Իսրայելի չի կարող անել, չի կարող, վերջ, իրենք են բերել սա նշանակել, Իսրայելն է մեր երկրի ամեն ինչին դառնում տերտիրական, ընդերքին, մեր երկրի ամեն ինչի տերը դառնում է Իսրայելը,
Երբ որ ես ասում եմ 2018 թվականին, որի համար մարդիկ ինձ հետ վիճում եւ կռվում էին, երբ որ ես ասում եմ գալու է ժամանակ, որ դուք Սաշիկին կարոտեք, ես չի ասում նրա համար, որ դուք Սաշիկին իրոք կարոտելու եք, որտեվ Սաշիկը դա մի ժամանակահատված էր, մենք ուղղակի այդ ֆենոմենը, այդ կարճ ժամանակը բացատրում ենք Սաշիկի ժամանակով, որովհետև որոշակի ինչ-որ պրոցեսներ են տեղի ունեցել մեր երկրում, որոնք բնորոշ են կոնկրետ Սաշիկին, Սաշիկն էր անում նման բաներ, ասենք 50-50 այդ բաները, որ պատմում են, չնայած ասեմ ձեզ, որ ինչքան որ ես լսել եմ, չեմ արդարացնում, որտև այս բոլոր ղեկավարները մեր պետության 4-ն էլ ինձ համար արժեք չունեն, բայց այն, որ ասում են, որ Սաշիկը եթե քո բիզնեսի մեջ մտնում էր հետդ փայատեր, նաև օգնում էր, որ քո բիզնեսը բարձրանա եւ ծաղկի, ասում են դա ճիշտ է։ Իսկ այս վիճակում մեր պետությունում բիզնեսը սպանում են, ԿՊ-ն սպանում է բիզնեսը։ Ասեմ, ես դա կբացատրեմ հիմա ինչի։ Տեսեք, սովորական մի օրինակ բերեմ։ Նախ ասեմ, որ մինչև օրինակը բերելը, ասեմ, որ կամաց Սոկոլովը դա Իսրայելի կողմից նշանակված մարդ է։ Թրամփը հարցրել է Իսրայելին, եթե Իսրայելը գարասեր մենք ենք նշանակում Սոկոլովին, մենք դասենք դուք ինչ գործ ունեք մեր երկրի հետ։ Իսրայելը միշտ վարակույրների ետևում է։ Նրանք ոչ մի անգամ ցույց չեն տալի, որ իրենք են դրա տերը, Սոկոլովի տերը իրանք են։ Սոկոլովը Իսրայելը ներկայացնող մարդ է։ Նրան տալիս են իրեն տարեկան 10-15 միլիոն դոլար աշխատավարձը, նա ներկայացնում է Իսրայելին, բայց ոչ միտեղ գրած չի, որ ինքը ներկայացնում է Իսրայելին եւ Ռոթշիլդների ընտանիքին։ Սոկոլովը աշխատում է կոնկրետ եւ ես դրա վրա ոչ թե վստահ եմ 99%-ով, ես վստահ եմ 101%-ով, որ Սոկոլովը աշխատում է կոնկրետ Ռոթշիլդների ընտանիքի համար։ Այդ Թրամփի ուղին դա Ռոթշիլդների ընտանիքին է պատկանում։ Դա Ամերիկայինը չի, դա Ռոթշիլդներինն է։ Եվ Սոկոլովը նշանակվել է Թրամփի կողմից, բայց Ռոթշիլդների առաջարկով։ Ասել են, այս մարդը պետք է նշանակվի, ինքն էլ նշանակել է։ Հիմա նայեք, HighPost-ը մյուսն է։ HighPost-ը փող աշխատող, այսինքն եկամտաբեր HighPost էր։ Դա եկամտաբեր պետական հաստատություն էր։ Հիմա HighPost-ը ինչ որ պատճառով էլ եկամտաբեր չի։ Շուտով HighPost-ը կկանգնի կռախի առաջ եւ սա արհեստական ճանապարհով է արվում։ Ոնց է որ փող աշխատում էր, մարդիկ ավելի շատ են ուղարկում հիմա իրար բաներ, մարդիկ ավելի շատ են օգտվում պոչտայից Հայաստանում եւ քանի որ պոչտան գնալով զարգանում էր, ավելի են օգտվում, բայց ինչքան շատ են օգտվում, նրանք էլ ինչքան գները ավելի բարձրացնում են, Post-ը գումար է կորցնում, այն ժամանակ ավելի ցածր գներով, ավելի քիչ մարդ էր օգտագործում Post-ը, փող էր աշխատում, եկամտաբեր էր, հիմա էլ եկամտաբեր չի, ասեմ ինչի, որտեվ Post-ը դա լոգիստիկ, դա շատ կարևոր, ռազմավարական կարևորություն ունեցող օբյեկտ է, այսինքն շատ շուտով, երբ որ իրենք կկանգնեցնեն արհեստական ճանապարհներով HighPost-ը կռախի առջև, հետո Սոկոլովը կամ նման մեկը կդառնա դրա դիրեկտորը, որովհետև իրենք կասեն, որ Սոկոլովը բերեց 50 միլիոն դոլար մեջը ինվեստ արեց եւ ինքն էլ պետքա լինի դիրեկտոր։ Այսենց ժողովուրդ ջան, կամաց
կբերեն մարդկանց, որոնց որ մենք էլ կյանքում մեր երկրից չենք կարող վտարել։ Այն բոլոր ռազմավարական կարևորություն ունեցող, լոգիստիկ, ոչ լոգիստիկ, ընդհանրապես բոլոր այդ օբյեկտները կտան շուտով հիմնարկությունները, հաստատությունները, մեծ եւ փոքր բիզնեսները կտան հրեաների ձեռքը, այսինքն Սոկոլովներ կգան կնստեն դիրեկտորներ եւ մեր պետությունը էլ ոչ մի անգամ մերը չի լինի։ Դուք անկախության մասին եք խոսում, առավոտից գիշեր կռիվ եք անում ռուսը հանկարծ մեր երկիր չմտնի, ռուս թաթիկներդ քաշի են կողմ, ռուս ըստեղ, ռուս ընդեղ, ռուսին կարելի էր մի կերպ ռուսից ազատվել, ռուսից հնարավոր էր ազատվել, ոնց որ Սաշիկից, սրանցից հնարավոր չի լինելու։ Սաշիկը հին սովետական ստիլի անգրագետ գցող էր, հասկանում եք։ Սաշիկը հին տեսակի մարդ էր, նրա հաշվարկները այդքան երկար չէին, կորպորատիվ չէին, Բահամազներում ու տարբեր Virgin Island-ներում ու տարբեր այտենց փոքր բանկային խարդախ պետություններում հաշիվների մասին չիմացող սովետական մարդ էր կարծե ակնոցներով, փորով, որ ասենք միտեղ նստեր, այտենց մի քիչ քաշ տային իրան, գնար միտեղ այտենց սրանք դա չեն, սրանք են կորպորատիվ, են ուսում ստացած գցողներն են, որ ընենց են գցում, որ էլ հետ բերել չի լինում։ Մկից, մնացածներից, գագոից, մյուս գագոից, այդ բոլորից, եթե նրանք ինչ-որ մի բան վերցրել էին պետությունից, նրանք գնացել էին, տներ էին սարքել, նրանք ուրիշ բան չգիտեին, տուն, հին սովետական մարդը էդ էր մտածում, տուն, հետո բա ինչ անեմ, էլի տուն, մի հատ էլ տուն, ուրիշ բան չգիտի, որովհետև ուրիշ ինվեստիցիայի ձև չգիտի, ոսկի տուն, ավտոներ, տուն, դա վերջում հետ վերցնելու տարբերակ կա, այ հիմա ոնց է, գնում են հետ են վերցնում, չէ, տուն են սարքել, անճաշակ, կապ չունի, հետ կարող ենք վերցնել, սրանց տարածները հետ բերել չի լինելու։ Եթե Ռուսաստանը մեր երկրում տերտիրական լիներ ինչ-որ մի բաների, Ռուսաստանը մեր հետ այդ ամեն ինչով կիսվելու էր։ Սրանք ոչ մի բանին չեն թողելու մենք մոտիկ գնանք, ոչ մի բանին, մեր պետության մեջ ոչ մի բանը մերը չի լինելու, ոչ մի անգամ էլ, այլևս մոռացեք նման բան չի լինելու։ Քանի ուշ չի, քանի սրանք այտենց հայ փոստը չեն կանգնացրել կռախի առաջ, հետո Սոկոլով բերեն, քանի մնացած բոլոր այս բաները չեն տվել մարդկանց ձեռքը, որոնցից հետո ոչ մի բան հետ չի լինելու վերցնել, պետք է այս ամեն ինչը ավարտին հասցնել եւ կանգնեցնել վնասի կեսից։ Ես ձեզ հիմա մի բան ասեմ, շատ կարևոր, որ անպայման, հետո կհիշեք, եթե հանկարծ սա չլինի, դուք հետո կհիշեք սա։ Եթե մենք այս պահին, այս վնասի կեսից մի կերպ չկանգնացնենք այս ամեն ինչը, շատ շուտով ոչ միայն հայ փոստը մերը չի լինելու, ոչ միայն օդանավակայանը չի լինելու, այն ժամանակ գոնե հայ միլիարդատեր եկել փող դրել։ Հիմա էդ էլ են իրենք առնելու, ամեն ինչը իրանք, կամաց Վրաստանը էս կուզի, Ադրբեջանը այն կուզի, կամաց կփոքրացնեն երկիրը, եթե մենք մեր երկիրը հետ չվերցնենք այս մարդկանց ձեռքից, որովհետև սրանք ամբողջ մեր երկիրը բերում են կանգնացնեն էկոնոմիկայի մեծ կրիզիսի առաջ, այս Ռուսաստանի հետ, որ էլ ձուկ չենք կարող արտահանել, էլ միրգ չենք կարող, բանջարեղեն չենք կարող, գյուղատնտեսը այսենց վիճակի մեջ հանքնելու, շուտով իրանք այդ գյուղերն են ուզենալու հանձնեն, իսկ երկիրը բերեն կանգնացնեն այնպիսի մի կռախի առաջ,
որովհետև ժողովուրդ ջան, պետքա ճիշտ մտածեք։ Առաջվա ղեկավարները ինչ էլ արել են, նրանք եղածից են կերել։ Ինչ որ եղել է, կերել են, փորձել են պարտքը չավելացնեն։ Ինչքան կերել են, նրանց կերածները համեմատած սրանցին այնքան փոքր է, ես տեսնում եմ սրանք ինչ են ուտում։ Սրանք, քանի որ ուտում են կորպորետ ճանապարհներով, կորպորացիաների միջոցով, այնպիսի աֆերիստ, այնպիսի շուլեր ճանապարհներով են սրանք տանում այս գումարները, որ սովորական մարդիկ չեն տեսնում, քանի որ սրանք դղյակներ չեն կառուցում, քանի որ սրանք այդ տեսակը չեն, որ Bentley-ներ առնեն, Rolls-Royce-ներ առնեն, չգիտես ինչ նման բաներ առնեն, դուք չեք տեսնում դա, որովհետև դուք տեսակ այն փոքր գցողներին առաջվա նախկին, որոնք որ 2 կոպեկ առան, վազեցին միանգամից Bentley, Rolls-Royce, մեկ էլ յաշիկ առնելու։ Սրանք այդ տեսակը չեն։ Սրանք Apple ժամացույց են կապում իրանց թևին, սովորական Apple ժամացույց։ Գալիս են գցելու, գումարները ուղարկում են դուրս տարբեր ուրեմն island-ներ, տարբեր կղզիներ, որտեղ որ հետո իրանք երբ որ կգնան այդ կղզիներից իրանց միլիարդները կվերցնեն ու կգնան այդ Rolls-Royce Bentley-ները իրանք կգնեն վարորդներով այս անգամ ձեր աչքից հեռու, բայց սրանց տարածը, քանի որ սրանք արդեն պետությունը բերում են կռախի առաջ կանգնեցնեն, իրանք 100% դա են անում։ Իրենք այնպիսի մի կրիզիսի առաջ են կանգնացնելու պետությունը, ոնց որ պատերազմը հաշվարկած տանուլ տվեցին, նույն ձև պետությունը հաշվարկած բերելու են կանգնացնեն ֆինանսական այնպիսի մի կրիզիսի առաջ, որ ասեն ժողովուրդ Ռուսաստանն էր մեղավոր, ճանապարհը փակեց, չկարողացանք էլ ապրանք ուղարկենք, այդ կեղտոտ ռուսը արեց։ Եվ հիմա ուզենք չուզենք պետքա հրեաները գան կամ Ամերիկան գա, մեզ 15-20 միլիարդ դոլար է պետք, որովհետև մենք այդքան պարտք ունենք, բայց ո՞նց ունենք այդ պարտքը։ Ժողովուրդ ջան, նախկինները չունեին նման պարտքեր։ Նիկոլ Փաշինյանը ինչ եկել է 8 տարվա մեջ 8 միլիարդից ավել, 8 միլիարդ դոլարից ավել պարտք է հավաքել։ Մեր պետությունը մինչև Սերժ Սարգսյան 3 միլիարդ էր ամբողջ մեր պետության բյուջեն, ինչքան 2-3 միլիարդ դոլարը թե 4, ծիծաղելի էր անգամ, որտեվ Սամվել Կարապետյանի անձնական ունեցվածքը մեր պետության բյուջեի չափ էր, դուք հասկանում եք։ Իսկ այս մարդիկ այնպիսի պարտք են ավելացրել մեր պետության վզին, որ մեր պետությունը այս եկամտներով, որ մեր պետությունը ունի, կյանքում այդ պարտքը չի փակելու։ Իսկ ինչպես կարող են նրանք այդ պարտքը փակել, ձեզ ասեն ժողովուրդ ջան, որ ռուսը արեց այս ամեն ինչը, ռուսը, քանի որ ինչ անում են, գցում են ռուսի վրա։ Ինչ անում են իրենք, գցում են ռուսի վրա։ Պատերազմի 4-րդ, 5-րդ օրը Պուտինը զանգեց, ասեց, ես պատերազմը կանգնեցնեմ, ես ինչ եք անում, դուք չեք կարող, ծրանք լավ զինված են այս պահին, կանգնեցնենք այս պատերազմը։ Նիկոլը ասեց, ոչ, մենք կռվելու ենք։ Հետո զանգեց 11-րդ օրը կարծեմ, ասեց, կանգնեցնենք, շատ է զոհ լինում, չեք կարողանալու, չէ, մենք կռվելու ենք 18-րդ օրը, այսենց Պուտինը անընդհատ ասեց, ես պատերազմը կանգնեցնեմ, Նիկոլ Փաշինյանը ասեց ոչ, որովհետև իրենք հաշվարկված, մտածված պատերազմը տանում էին կորցնելու, որպեսզի Արցախը տային։ Արցախը եթե ուզում եք տայք, Արցախը կարող եք տայք հենց այտենց։ Իրենք 5 շրջաններին էին համաձայն։ Ես Արցախի հետ տալու բանաձևը, ես այնքան լավ բան էի մտածել ծրագիր, որ բոլոր պետությունները կհամաձայնվեին եւ այդ ծրագրի մասին խոսել էի անգամ տարբեր ամերիկացի լոբիիստների հետ, շատ խելացի մարդկանց հետ, որոնք Վաշինգտոնում շատ մեծ ուժ ունեն։ Խոսել էի։ Եթե մենք համաձայնվեինք, որ կամած փուլերով հրավիրեինք, ասենք 5000 ադրբեջանցի գալիս եք բնակվեք Արցախի այսինչ մասում։ Հետ չենք տալի մենք Արցախը,
հետ չենք տալի։ Արցախը դառնում է ավտոնոմիա, բայց Հայաստանն է լինում նրա տերտիրականը։ Կամաց թող գան, ասենք 30,000 ադրբեջանցի ապրեն այն մի կողմը եւ ավտոնոմիա ոչ մեզ ոչ ձեզ կամաց սենց իրենք համաձայնվելու էին, որովհետեւ իրենց էլ էր պետք է սրա լուծման հարցը, բայց նախկիններն էլ չարեցին ոչ մի բան, սկի չէին ընդունել Ղարաբաղի ուրեմն ավտոնոմիան ոչ մեկ դեռ չէր ընդունել, իրենք ոչ մի բան չէին անում, այսինքն օդի մեջ կախված մնացել էր, սա էլ եկավ, կարող էր, եթե պետքա տայր, ուղակի տայր, ես ասում եմ, եթե սովորական անհատները ինձ նման եւ ես շատ ֆորումների տարբեր տեղեր, տարբեր խելացի մարդկանց հետ խոսել եմ, սովորական մարդիկ էին կարողանում տարբեր ճանապարհներ գտնել, որոնց որ Ադրբեջանը ուղղակի մեր մոտ սիմպոզիումներ, այսինքն բաներ եւ մարդիկ բաներ էին առաջարկում, որոնք որ համաձայնելի կլինեին բոլոր կողմերի համար եւ այս պետությունները չէին ուզում անել, որովհետեւ իրենց բոլորին ձեռ էր տալի այդ վիճակը։ Վերջում եկավ եւ փոխանակ ուղակի տար, եթե պետքա տայր, ժողովրդի հետ խոսայր, մի բան համոզեիք, չգիտեմ, մի բան ունես, մի բան, որ բոլորին ձեռք էր տալիս, ժողովուրդը ձեն չրանի, տայք, եթե տենց էր։ Մեր ջահելությանը, մեր երիտասարդությանը այդ մատխաշ սերունդին տարակ կոտորեցիք։ Հիմա էլ նույն բանը ստեղ են անում, նույն բանը։ Պետությունը բերելու են կանգնացնեն կռախի առաջ, ընդհանրապես, որ ամբողջ ազգը եկամուտ չունենա։ Դուք հասկանում եք ինչ է կատարվում։ Եթե գյուղատնտեսը ձկն արտադրողը, մյուսը կորցնի իր ամբողջ եկամուտը։ Երկրի են ամենակարևոր բիզնեսները էլ եկամուտ չունենան։ Վարսավիրը էլ մաս չի կտրելու, մեխանիկը էլ մեքենա չի սարքելու, շինարարը էլ շինարարություն չի անելու, որովհետև մեկը մյուսին պետքա չէ բիզնես տա։ Կամաց ոչ մեկի բիզնես չի տալու եւ Ամերիկայում հենց հիմա դա հենց այս պահին Ամերիկայում դա կատարվում է։ Դուք չեք պատկերացնում Ամերիկայում ֆինանսական ինչ վատ վիճակ է։ Չեք պատկերացնում ինչ վատ վիճակ է։ Բիզնեսը ուղղակի կանգնած է այս երկրում։ Ես չգիտեմ, ես ինչ բնագավառի բիզնեսի տեր, ընկեր ու ծանոթ ասես ունեմ։ Բոլորի մոտ բիզնեսը, գիտեք ոնց է մահացած։ Այս 2 ամիսը ընդհանրապես ոչ մեկ փող չի աշխատում։ Արդեն մարդիկ, ես էլ իմ ընկերներն էլ, արդեն պանիկայի մեջ են ընկնում, որովհետև ստեղ ծախսերը ահռելի մեծ են եւ եկամուտ չի գալի, կանգնել է։ Նույն բանը իրենք այդտեղ են անելու եւ բերեն կանգնացնեն, Ամերիկան փողը տպելու է, մի բան լինի։ Հայաստանը փող տպելու մեքենա չունի։ Իրանք կանգնեցնելու են պետությունը կռախի առաջ, հետո ասեն Ամերիկան փող կտա, բայց դա Ադրբեջանն է տալու Թուրքիան ու Իսրայելն էլ բերելու է դիրեկտոր նշանակի, այսինքն կանեն, հետո չի լինի այս պետությունից էլ ոչ մի այդ օբյեկտները կամ սուբյեկտները կամ չգիտեմ ինչերը ոչ մի բանը հետ վերցնել չի լինելու։ Նորից եմ ասում, եթե Ռուսաստանից կարող էինք հետ վերցնել, որտեվ եթե վերջին տարբերակ որպես Ռուսաստանին տանենք եվրոպական կորտ կամ վերցնեինք, չտայինք, ասենք չենք տալի, էլ քոնը չի սա, մենք բռնագրավում ենք սա, տաներ մեզ Ռուսաստանը, ասենք թե ինչ որ եվրոպական դատարանը ամեն ինչը Ռուսաստանին չէ ասում, չէր ասելու գայինք տուն վերցնենք, բայց սրանց ամեն ինչը հայ է ասելու։ Մենք էլ մեր երկրի տերը չենք լինելու։ Ինձ հետևողները գիտեն, ես միշտ ասել եմ, միշտ ասելու եմ, ես ինչպիսի Հայաստան եմ պատկերացնում եւ հիմա բացատրեմ ինչի համար եմ դա պատկերացնում միշտ։ Ես միշտ պատկերացրել եմ եռագույն դրոշը թագավորական գերբով վրան, թագավորական սիմվոլով, թագավորական, որովհետև Հայաստանը միշտ եղել է թագավորություն։ Հայաստանը պետքա թագավորություն էլ մնար։ Հիմա ասեմ ինչի։ Մենք ուզում ենք Եվրոպա գնանք, չէ՞։ Դա չէ, բոլորի մտքին է դա, Եվրոպա գնանք։
Իսկ դուք հաշվի առել եք երբևիցե, որ եվրոպական բոլոր երկրները թագավորություններ են։ Բոլոր եվրոպական երկրները ներկայիս պահին ունեն կամ թագավոր, կամ թագուհի, կամ պրինց, բոլորը, գիտեք ինչի համար։ Հիմա բացատրեմ։ Թագավորական սրանք բոլորը Անգլիան, Իսպանիան, բոլոր երկրները եվրոպական թագավորություններ են։ Անգամ Պոլշան, Շվեդիան, բոլորը թագավորություն են։ Նայեք, ժողովուրդ ջան, սովորական մի բան։ Քաղաքական գործիչները ամեն 4-ից 8 տարին մեկ փոփոխվելու են։ Նամանավանդ հայ ազգի մեջ, որ սենց ամբիցիոզ ազգ ենք մենք, ու կոմունիստների ժամանակվանից ոչ մեկ, շատ քիչ մարդ կար կոմունիստների ժամանակվանից Երևանում։ Ես Երևանի մասին եմ խոսում։ Ես անգամ ռայոններում գիտեի մի քանի հոգի, որ այն ժամանակ միլիոնատերեր էին։ Երբ որ ես մեծանում էի, փոքր ժամանակ, երբ որ մեծանում էի, ես գիտեի մարդկանց, ճանաչում էի իմ ընտանիքի միջոցով ռայոններում, շրջաններում, լավ հայերեն ասեմ էլի, շրջաններում մարդիկ, որոնք սովետական ժամանակվա միլիոնատերեր էին։ Բայց նաև Երևանում էի ճանաչում, էլի իմ ընտանիքի միջոցով սովետական ժամանակվա միլիոնատերերի։ Այդ մարդիկ շատ քիչ էին, շատ քիչ։ Սովետական ժամանակները բոլոր մարդիկ ապրում էին շատ սովորական կյանքով, շատ։ Այս մարդկանցից, որոնք որ գալիս են եւ պետական ծառայողներ են դառնում հիմա, նրանցից շատերը մեծամասնությունը, ասենք Նիկոլը, սովետական ժամանակ ահավոր կամ չքավոր կամ այն ամենասովորական ապրող մարդիկ են եղել, սովորական սովետական մարդ։ Այս մարդիկ իրենց ամբողջ կյանքում մի գոլ են ունեցել, ֆինանսապես հարստանան վերջապես իրենք էլ փողի երես տեսնեն, վերջապես իրենք էլ փող ունենան եւ պետական ծառա դառնալով, քանի որ մեր ազգը չունի այդ հասկացողությունը, որ պետական ծառան դա մեր ծառան է, ոչ թե մենք ենք իրենց ծառան, այլ ինքն է մեր ծառան, մենք չունենք դա, որ պետական ինչ որ մարդ եք տենում պաշտոնյա, ասում եք, վայ, նայի հլը, բայց ինքը քո ծառան է, դու իրեն աշխատավարձ ես տալի, նա քո ծառան է, այս մարդիկ բոլորը աշխատում են ազգի համար, բայց մեր երկրում, չգիտես ինչի, միշտ այնպիսի դեմք ու դիրք են ընդունում, որ իրանք երկրի տերերն են, ժողովուրդն էլ իրանց ծառան է, քանի որ մեր ժողովուրդը չի հասկանում դա դեռ, եւ քանի որ այս բոլոր մարդիկ սովորական մարդիկ են եղել եւ հիմա երբ որ գալիս են բոլորը երբ որ գալիս են այդ 4-ից 8 տարվա մեջ իրենք 4-ից 8 տարի ունեն ուզում են ինչքան որ կարան այնքան մաքսիմում ձևով վերցնեն որպիսի գնալուց հետո ինչ են աշխատելու գնալուց հետո իրանք պետական այս մեծ գործիչները երկրի գլուխները ինչ են անելու գնալու են ինչ որ տաքսու պարկում աշխատեն կամ ինչ-որ մի լավ օֆիսում աշխատեն, պարզա որ չէ։ Այսինքն իրանք այնքան պետքա դիզեն, որ ամբողջ կյանքները արդեն սովորել են թագավորի նման ապրել ու թագավորի նման են ապրեն։ Դրա համար մեր ազգը ում էլ բերեց որպես ազգի ծառա, եկան, իրենք իրենց հարստացրեցին եւ պետության ամեն ինչը վաճառեցին կամ ծիրուցան արեցին, իրենց հարստացրեցին, ժողովրդին ոչ մի բան չեղավ։ Իրենց հսկող չկար։ Իրենք 4-ից 8 տարի ունեն, 4-ից 8 տարվա մեջ մաքսիմումը պետքա տանեն։ Իսկ թագավորները մշտական են։ Մշտական։ Թագավորները հսկիչ են։ Քանի որ պետությունը իր թագավորությունն է, թագավորի ինքն է այդ պետության ամենագլխավոր մարդը։
Եվ այդ պետության լինել կամ չլինելը, հարուստ լինելը կամ աղքատ լինելը, դա Իրանն է։ Եվ եթե սրանք գան, գողանան, տանեն, իր պետությունը աղքատանալու է։ Էլ ինքը չի կարող թագավոր լինել, էլ չի կարող իր պետությունը ունենալ, իր թագավորությունը։ Ոնց կարող է լինի։ Դրա համար իրենք հաշվարկել են, որ մեր պետությանը պետք չի, մենք պետք չի թագավորություն լինենք։ Ինչի համար, որ թագավոր լինի, հսկող կլինի։ Ավելի լավ է դեմոկրատիկ, ճակերտների մեջ դեմոկրատիկ։ Անգլիան էլ է դեմոկրատիկ, Իսպանիան էլ է դեմոկրատիկ, բոլորը հենց սրանք են դեմոկրատիկ։ Բա ինչի համար ենք ուզում գնանք այնտեղ, Ռուսաստան չենք ուզում, Եվրոպա ենք ուզում։ Ես էլ եմ ուզում եվրոպական երկիր դառնալ, ինչու՞ չէ։ Ես էլ եմ ուզում մարդու իրավունքներ, ճիշտ դեմոկրատիա, իհարկե, դրանք բոլորը ցանկալի բաներ են, բայց ամենաառաջինը սովորական մարդու կենսամակարդակը ամեն կերպով պետքա բարձրացվի բոլոր բնագավառներում, բոլոր, որպիսի մենք կարողանանք եվրոպական գաղափարների տեր նորմալ մարդիկ լինենք, որպիսի կարողանանք այդ կարգերում ապրենք։ Իսկ սրանք մեր պետությունը, այս 4-ից 8 տարի ազգի ծառաները գալիս են մեր պետությունը անընդհատ թալանում են։ Մյուսն էլ այդպեսին լինելու, մյուս ղեկավարներն էլ։ Մենք ազգովի մեր գլխին բերել ենք մեզ արժանի ղեկավարներ, ժողովուրդ ջան։ Դա այդպես է, իմացեք։ Մենք չենք պահանջել, պահանջող չկա, պահանջատեր չկա։ Բերել ենք, մենք իրանց ասել ենք, աստվածացրել ենք, ասել ենք նայեք, ջոչերն են սրանք մեծերն են։ Նայեք, հələ падավատով աման գալի։ Այս մարդը ինքը քեզ պետքա տա հաշվետվություն, ինքը քո համար է աշխատում։ Երբ որ դու իրան ուզում ես գնաս տեսնես իր գրասենյակում, ինքը չպետք է քեզ մունաթով ինչ որ ասի, չես կարա դուրսը կանգնի։ Ոնց թե դու պետքա տեսնես այդ մարդուն, դու իր տված հարկերով ես աշխատավարձ ստանում։ Եթե մեր երկրում լիներ մի հսկիչ թագավոր, հայկական թագավորություն, մի հսկիչ թագավոր, որը որ մշտական է, հսկեր երկիրը, եւ այդ թագավորը լիներ մի մարդ, որ իր ամբողջ կյանքում ամեն ինչ տեսել է, իրանից անենց ոնց ասեմ, իր համար այդ երկրի լավ լինելն է կարևոր, իր համար իր ազգի լավ լինելն է կարևոր, որպեսզի իր ազգի սերունդները նորմալ մարդիկ դառնան։ Իր համար կարևորը դա է, իր երկրի ռազմավարությունն է կարևոր, իր երկրի փողոցներն են կարևոր, մայրուղիներն են կարևոր, ամեն ինչն է կարևոր։ Սրանք 4-ից 8 տարի միշտ գալու են, այսենց վերցնեն ու գնան, վերցնեն ու գնան, հսկիչ չկա։ Թագավորական երկրներում թագավորն է որոշում։ Կարող է, այ օրինակ հենց որ Անգլիայում վարչապետ է ընտրվում, ինքը առաջին բանը որ պետք է անի, պետք է գնար Ելիզավետային թագուհուն տեսնելու։ Թագուհին իրեն ընդունում է, ասում է իմ անունով դու պատրաստ ես կառավարություն կազմել։ Ասում է այո։ Ասում է դե ուրեմն ես քեզ վստահում եմ։ Վստահությունս տալիս եմ քեզ։ Այս թագավորության վստահությունը, այսինքն իմ, որպես թագուհի ինքն էր ասում, տալիս եմ քեզ, գնա կազմիր կառավարություն, ես քեզ վստահում եմ։ Հետո կբերես ցուցակը ինձ կտաս, քո կառավարության մեջ ովքեր են լինելու։ Նա գնում կազմում էր կառավարություն։ Բոլոր որոշումները պետքա նաև թագուհին որոշեր։ Բոլոր ինչ լինում էր երկրի մեջ, թագուհին կարող էր վերցնել իր հեռախոսը եւ զանգեր ասել, չեք անում դա, չեք անելու եւ վերջ։ Ոնց է որ այդ թագավորական երկրներում Եվրոպայի բոլոր
դեպուտատները, բոլոր պետական աշխատողները խելոք իրենց համար հեծանիվով, մետրոյով գնում են աշխատանքի, աշխատավարձ են ստանում, ոչ մեկ չի գալիս ազգային ժողով իրար ուտելու, իրար միս կրծելու, իրանց համար գալիս են աշխատում են և դեմոկրատիան աշխատում է, գիտեք ինչի, շատ պարզ պատասխան, որովհետև իրենք ունեն հսկիչ, որովհետև իրենք այդ 4-ից 8 տարին, եթե անգամ մի հատ կոռուպցիայի ինչ-որ մի բան եղավ, և լինում է, շատ է լինում, իհարկե լինում է, բոլորը փորձում են անեն, բայց որ մի հատ լինում է, էլ չեն կարող տակից դուրս գալ, վերջացավ։ Մի անգամից թագավորը կամ թագուհին կանչում է, որովհետև թագավորի կամ թագուհու համար դա անձնական է, անձնական, ինքը մշտական է, իրանից հետո իր տղան է, իր աղջիկն է, իրենք մշտական են։ Եվ այդ դեպքում, քանի որ ասում է, «Էս ինձնից եք տանում», կանչում է վարչապետին, ասում է կառավարությունդ կքանդես հենց այսօր, կամ այդ ինչ որ եղել է, կգնաս կուղես հիմա, թագուհին թագավորը իրավունք ունեն, կանչեն վարչապետին, ասեն դուրս, վերջ, դու չես կարողանում ղեկավարես այս երկիրը, դուք հասկանում եք, մեր թագավորությունը այդպիսի թագավորություն պետք է լիներ, ոչ թե դեմոկրատական ինչ-որ պարլամենտական երկիր, որը չի աշխատելու, այս ինչ-որ մենք ունենք, 30 կուսակցությունով գնում են ընտրությունների, ամեն կուսակցություն ունի մի հատ, ամեն բակ ունի մի կուսակցություն, իրանց համար հավաքվել են, կուսակցություն են բացել, և ժողովուրդը գնում է այդ մի բակի ժողովուրդը սրան է ուզում, մյուս բակի ժողովուրդը նրան է ուզում, հետո գալիս են ազգային ժողով, այսենց իրար, մեր այս ամբողջ ազգային ժողովը այս տարի ու մինչև մյուս տարի, դուք նայեք ինչա լինելու, դուք նայեք ինչպիսի աղմուկներ են լինելու ազգային ժողովում, առաջին օրը, առաջին հարցերը լրագրողների լսեք, ինչ էր, լսեցիք, կռիվ լինելու է, հայհոյելու եք իրար, պատրաստ եք իրար հետ աշխատելու, առաջի օրվանից արդեն սկսել են, հիմա ես ձեզ ասում եմ, թե դուք Նիկոլի կողմնակից եք, թե դուք մյուս կողմի ընդդիմության կողմնակից եք, ժողովուրդ ջան, մենք կյանքում չենք ունենալու պետություն, կյանքում չենք ունենալու նորմալ երկիր, կյանքում չենք կարողանալու, մենք մեր երկիրը կորցնելու ենք ամբողջովին և մեր երկրի մեջ ավելի շատ շուտով ուրիշ ազգեր են ապրելու օտար, քան հայեր, բացի դրանից ադրբեջանցիք էլ են գալու լցվեն, վրացիք էլ են գալու լցվեն, թուրքերը գալու են լցվեն, մենք բացել ենք մեր սահմանները և երկիրը տանում ենք ֆինանսական կռախի, մեր երկիրը վերջանալու վրա է, ես չեմ կարող ձեզ նկարագրեմ, իրոք չեմ կարող նկարագրել, եթե դուք ինձ տեսնեիք 8 տարի առաջ իմ արտաքինը, ես 20 տարի ավելի երիտասարդ էի, ես չեմ չափազանցնում, 2018 թվից, քանի որ ես 17 թվից արդեն կռվում եմ ես ամեն ինչի դեմ, քանի որ ես գիտեի ինչա լինելու իմ պետության հետ, ինչա լինելու իմ երկրի հետ, ես 8 տարվա մեջ մտածմունքից, որովհետև ես առավոտից գիշեր սա եմ մտածում, ես ուրիշ բան չեմ կարողանում մտածել, ես իրականում եմ ասում, ես առավոտից գիշեր սա եմ մտածում, ուրիշ բան ես չեմ կարողանում մտածել, շատ անգամ երեխաս գալիս է հետս բան է խոսում, այդ պահին իմ մտածմունքը, ասենք Նիկոլի մի բաններ ինչ-որ ասեց, ոնց որ ասում է ես անհատական բոլորի հետևից, սովորական քաղաքացիների հետևից գնալու եմ, եթե իրենք չեն համաձայնվում ադրբեջանական բերած խոսույթին, եթե չեն համաձայնվում որոշ ադրբեջանական խոսույթների, գնալու է իր անհատական, սովորական քաղաքացիների հետևից, եթե սովորական քաղաքացու մասին է խոսում, եթե չեն համաձայնում ու ասում է դրանց տապալելու եմ, շատ անգամ նստում եմ
ազնվությամբ եմ ասում, եւ ես իմ կյանքում ես այն եզակի մարդկանցից եմ, որ իմ կյանքում ճիշտը խոսելու համար շատ ավելի մեծ խնդիրների մեջ եմ ընկել, քան սուտը, որովհետև ես սուտ խոսել չեմ կարողանում։ Ես այնքան ուղիղ խոսացող եմ, ոնց կա, այտենց արտահայտող։ Ինչ կա, ոնց կա, այտենց արտահայտող։ Մարդիկ ընդհանրապես խնդիրների մեջ են ընկնում, ընդհանրապես խնդիրներ են ունենում իրենց կյանքում, սուտ խոսելուց, ինչ-որ մի բան փորձելուց խաբեն կամ այտենց թեթև խաբեն։ Ես իմ ամբողջ կյանքում խնդիրների մեջ ընկել եմ ուղիղ խոսելուց, ճիշտ խոսելուց։ Խաբելուց ես դեռ խնդրի մեջ ընկած չկամ իմ ամբողջ կյանքում, որովհետև ես չեմ խաբում։ Ես իրականում նստում եմ եւ ժամերով չեմ կարողանում անջատվել այն ցավից, որ ես պետություն եմ կորցնում։ Ես դա անձնական, ոնց որ երեխա կորցնեմ, ոնց որ ծնող կորցնեմ, ոնց որ ծնողներ կորցնեմ երեխաների հետ միասին, տնից տեղից հեռու։ Այդ տեսակի զգացմունք այն մոտ, տագնապ այնց մոտ։ Ես առավոտից գիշեր տագնապի մեջ եմ, որովհետև ես զգում եմ ինչա լինում։ Ոնց կարող է հայը այս պահին տագնապի մեջ չլինի։ Մենք ունենք նման մարդիկ, որ կանգնում են բարձր ամբիոնից, ասում են եկեք ուզեք։ Մենք դեռ դելիմիտացիա, դեմարկացիա չենք արել, քանի կարակ եկեք ուզեք։ Վրաստան դու էլ արի քոնը ուզի։ Թուրքիա մենք քեզանից ցեղասպանություն չենք ուզում, Մասիս Սարը հետ չենք ուզում։ Եթե մենք Թուրքիայից ցեղասպանության ճանաչման դեմ ասենք Մասիս Սարն, Մասիսը տուր մեզ, էլ չենք խոսա դրա մասին, կտային, որ էլ չխոսենք։ Մենք ոչ մի բան չենք առաջարկել, ոչ մի բան։ Դուք պատկերացնում եք իրանց համար դա մի սար է։ Նենց է չի, որ այն մյուս կողմից այնքան տգեղ է, այս կողմից է, որ տենց գեղեցիկ է, մյուս կողմը ոչ մի հմայիչ բան չունի։ Եթե մենք դրանց արդեն նրանք ընդունելու վրա էին 18 թվից առաջ, նրանք արդեն ցեղասպանությունը ընդունելու վրա էին։ Ամբողջ աշխարհը արդեն այնքան էր դրանց ասում ընդունեք։ Հազիվ տեսակ ինչ արեցին։ Գիտեին իրանք պետք է ընդունեին, արդեն տեսան չեն կարող էլ ոչ մի բան անել, ասին լավ, վերջի մի բանն էլ փորձենք, Նիկոլին փորձեցին, ստացվեց։ Մենք եթե ասենք լավ, մեր սարը հետ տվեք մեզ, էլ չենք խոսի։ Մի 10 տարի չենք խոսի, հետո կսկսենք խոսել ուրիշ պատճառներով։ Պետք է մարդ հասկանա ոնց է աշխատում այս աշխարհը։ Էրդողանի հետ չեն խոսի, մյուսի հետ կխոսենք։ Ես լինեի այդ երկրի ղեկավարը, ես գիտեք ինչ կանեի։ Հիմա ես ձեզ ասեմ, ինչ կանեի ես։ Մի 2 տարվա մեջ ամենաշատը, 2 տարի ամեն ինչ կդանդաղացնեի պետուց։ Չեմ էլ ուզում նման բաները անգամ ինտերնետով խոսել կամ սենց բաց խոսել։ Չէի ուզենա նման բաները խոսել։ Կհասկացնեմ, ինչքան կարող եմ, հասկացողները թող հասկանան։ Մի 2 տարվա, ինչքան որ իմ երկրին պետք էր, ամեն ինչ, թե ամեն ինչի մասին եմ ես խոսում, ինչ է երկրին պետք եւ ազգին, փոքր ազգին, մի քանի տարի ապրելու համար։ Ամեն ինչ 2 տարի կդանդաղացնեի, բոլոր պրոցեսները իմ երկրի մեջ կդանդաղացնեի ես։ Այն որ ասենք Սոկոլովները պիտի գան ինչ-որ մի բանի դիրեկտոր դառնան, այդ բոլոր պրոցեսները կդանդաղացնեի, հետ կձգեի, կխաղացնեի։ 2 տարվա մեջ կհավաքեի այն ինչ որ իմ ժողովրդին պետք էր մի 2 տարի, որ ամեն ինչ լինի։ Հետո կփակեի մի անգամից, կփակեի ամեն ինչ, կփակեի ու կբերեի այնքան ապացույց, ինչքան որ պետք է, որ այս առաջներում Հայաստանի անկախություն ձեռք բերելուց հետո
ով իմ պետության մեջ օտար երկրից եկել է եւ ինչ որ մի բան է ձեռք բերել, դրանք բոլորը եղել են կոռումպացված ճանապարհներով, կոռուպցիայի միջոցով, որովհետեւ այս ինչ բանը վաճառքի չէր, ոնց է վաճառվել։ Այս ինչ բանը չպետք է վաճառվեր, սա անդերքներ չէր վաճառվում, սա էս էր, սա մոլիբդեններ, սա երկաթգիծներ, սա էն էր, սա այն էր, այս ամեն ինչը ոնց եք վաճառել։ Սրանք բոլորը եղել են կոռուպցիայի ճանապարհներով։ Ես միշտ ասել եմ, եթե ինձ լսել եք առաջներում, միշտ ասել եմ, ես ամեն ինչ կանեի, ամեն ինչ, որպեսզի մեր երկիրը դառնար այն տեսակի զենքով երկիր, որը որ ամբողջ աշխարհը այդ տեսակից մրսում է։ Ամեն ինչ կանեի։ Եվ երբ որ փակեի ռազմական դրությունով, որովհետև իմ երկրում կոռումպացված ճանապարհներով ամեն ինչին տիրացել են, բոլորին կհանեի դուրս։ Եվ այդ ամեն ինչը կդառնար իմ ժողովրդինը։ Երբ որ բոլոր պետություններից մեզ կասեին դուք էս եք, դուք են եք, դուք վատն եք, ձեր հետ ոչ մի բան չենք ուզում էլ մենք անենք, կասեի մի արեք։ Բայց ես դատարաններով ապացուցելու եմ, որ դուք բոլորը կոռումպացված ճանապարհներով եք ստացել։ Մի 2 տարի ոչ մեկ չէր ուզի ոչ մի բան աներ, բայց ես այդ 2 տարվա պաշարը արդեն հավաքել եմ։ Մի 2 տարի հետո կկակղնակ, սենց էր ասում մի հատ շատ լավ մարդ, կգագղնակ ասում էր, շատ լավ մարդ, աղբարիկ, ու կգագղնային, մի 2 տարի հետո բոլորն էլ կհասկանային, որովհետև կապացուցեինք ամեն ինչ, մեր ամեն ինչը հետ կվերցնեինք, ամեն ինչը, շատ դժվարությամբ, բայց ամեն ինչը կոռուպցիայի միջոցով է ընկել այդ մարդկանց ձեռքերը։ Եվ ամենակարևոր բանը, որ կանեի, դա կլիներ այն, որ ամբողջ աշխարհի հայությանը ինչ տեսակի պայմաններ ասես ստեղծեի, որպեսզի հետ գային Հայաստան, որովհետև հայերը պետք է ապրեն Հայաստանում։ Ես 30 տարի ապրում եմ Ամերիկայում, չկա մի օր, որ ես չմտածեմ իմ պետության, իմ երկրի մասին, չհիշեմ իմ Երևանը, իմ փողոցները, ես արդեն դրա մասին պատմել եմ։ Իմ հիշողությունները ավարտվել են 98 թվից, ինչ որ եղել է մինչև 98 թիվ, էդ է իմ հիշողությունները, դրանից հետո, այս երկրում, իմ հիշողությունների մեջ ոչ մի տպավորիչ բան, բացի իմ ամուսնության օրից և իմ երեխաների ծնունդից չկա, ուրիշ բան չկա, որովհետև այն ինչ եղել է իմ կյանքում, որ ինձ մինչև հիմա ուրախացնում է, դա եղել է այն ժամանակ, երբ որ ես ապրել եմ Հայաստանում։ Հայ ազգը ամբողջ աշխարհով միլիարդների կարողություն ունի, միլիարդների։ Ես շատ կուզենայի, որպեսզի հայրենադարձություն լիներ, բոլոր հայերը գային հետ Հայաստան։ Այս մարդիկ, որոնք որ մեր պետություն գալիս են հիմնական բնակվելու, այս մարդիկ կամաց դառնալու են մեր երկրի տերտիրականները, որովհետև նրանք քանակով շատ են լինելու։ Մենք կորցնելու ենք մեր պետությունը, 100%, եթե չկորցնենք այս ճանապարհով, կորցնելու ենք մյուս ճանապարհով։ Ես մտածում եմ ճանապարհներ, որոնց միջոցով մենք կարող ենք մեր երկիրը պահել և մշտական մնա որպես Հայաստան, հայի երկիր։ Եվ եթե կարողանայինք մեր բոլոր, որովհետև հիմա հենց չի աշխարհում, որ
Ամերիկայում ինչ-որ մի բան կա, Ֆրանսիայում ինչ-որ մի բան կա, Հայաստանում չկա։ Հիմա ամբողջ աշխարհը դարել է մեկ, ուր գնաց համարյա ամեն ինչ նույնը, ամեն ինչ կա, ամեն ինչ ամենտեղ կա։ Այսինքն մարդիկ գնում էին Հայաստանից, քանի որ ապրելու հնարավորությունը չունեին։ Իմ պարագան շատ տարբեր է եղել, շատ։ Ես մի օր կպատմեմ, թե ես ինչի համար եմ Ամերիկա եկել, վայ այդ օրը, բայց ես մի օր կպատմեմ դրա մասին եւ դուք կհասկանաք ինչքան հարգելի պատճառով եմ ես եկել ստեղ, իմ ընտանիքը։ Եվ մենք չենք էլ եկել, մեզ ուղարկել են։ Եկեք սկսենք այդտեղից, մենք չենք եկել, մենք չենք ուզում ընդհանրապես լքել մեր երկիրը, ընդհանրապես։ Մեզ ուղակի աքսորել են, այդքան բան։ Իսկ դա չեմ ուզում դրա մասին հիմա խոսել, բայց ես ասեմ, եթե ամեն ինչ կա Հայաստանում, հայերը ամբողջ աշխարհից ինչի հետ չգան, ինչի չապրի Հայաստանում 6-7 միլիոն հայ մինիմումը։ Ես շատ եմ ուզում, որ Սփյուռք լինի։ Սփյուռքը շատ կարևոր է, շատ։ Սփյուռքի կարևորությունը ես միայն հասկացել եմ Սփյուռք լինելուց հետո, երբ որ ես ինքս սփյուռքահայ եմ հիմա։ Բայց ուղղակի 30 տարի էլ ես ընդհանրապես հայերի հետ չեմ ապրել, ես արդեն 100 անգամ դա կրկնել եմ։ Ես հայերի կողքը չեմ ապրում, ոչ Գլենդելում, ոչ Հոլիվուդում։ Իմ կողքերը մի հատ հայ չկա, բոլորը ամերիկացիներ են իմ քաղաքում։ Ես շատ հեռու եմ ապրում հայերից։ Եվ ամեն կերպ ես իմ լեզուն պահում եմ, կարդալով, լսելով, միշտ խոսելով ու գիտեք ինչ, մենք պետքա ամեն գնով պահենք սա, ամեն գնով պետքա պահենք, թե հայերենը, թե մեր ադաթը, թե մեր մշակույթը, թե մեր ընտանիքի տեսակը, մենք ամբողջ աշխարհից տարբերվում ենք հենց դրանով, ոնց որ ասեցի այն օրը, մեր ամուսնությունը հայկական, շատ ավելի պինդ է, քան յուրաքանչյուր ամուսնություն, մեր մշակույթն է, մեր լեզուն է, մեր տեսակն է, որ մեզ այսքան առանձնահատուկ ազգ է սարքել համեմատած մյուսներին, դա մեր մշակույթն է, և դա մեր եկեղեցին է, ես հիմա եմ սփյուռք լինելով հասկանում սփյուռքի կարևորությունը, սփյուռքի կարևորությունը ուղղակի այնքան մեծ է, որ Նիկոլ Փաշինյանին հանձնարարություն կար, որպեսզի Սփյուռքին անջատի, որովհետև Սփյուռքն է, որ Սփյուռքը Հայաստանի ֆունդամենտն է, Հայաստանի cornerstone-ն է, տակի քարն է, Սփյուռքը Հայաստանի ողնաշարն է, և Սփյուռքը շատ կարևոր է, եթե մենք ունենայինք Սփյուռք, նաև հատուկ ծառայություն, համաշխարհային, աշխարհով սփռված, ԱԱԾ, բայց ամբողջ աշխարհով սփռված, այն ով որ կգար Հայաստան, հետ հայրենադարձ, արտակարգ, ով որ չէր գա, կմնար դրսում, դրանցից թող ինչ-որ մի մասը դառնային Հայաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցներ նաև, բայց նման բան գոյություն չունի, հասկանում եք, ես շատ ժամանակ եմ տրամադրել հասկանալու, արդյոք հնարավոր են այն բոլոր պրոցեսները, որոնց մասին ես երազում եմ, որոնք ես տեսնում եմ որպես Հայաստանի թագավորություն և դեմոկրատիկ թագավորություն, մի հսկիչ, որը որ միշտ ուզենալու է, որ իր ժողովուրդը լավ ապրի, միշտ ուզենալու է, որ դեմոկրատիա լինի, որովհետև դա իր երկիրն է, և այդ մարդիկ իր ազգն են, այս ամեն ինչը
100%-անոց աշխատող տարբերակներ են, աշխատող պրոցեսներ են։ Ուղղակի ժողովուրդը ինքը պետքա ուզի, ինքը պետքա ցանկանա, որ սա լինի։ Ժողովուրդը պետքա հասկանա, որ սա միակ տարբերակն է մեր այս ահավոր ամբիցիոզ ազգին, ահավոր այս ռուսերեն ասեմ էլի այս բառը, այս կաշալոտներին, որ անընդհատ գալիս են, գրփում են այս ժողովրդին ու եղածը եւ գնում են, միակ տարբերակը, միակ միջոցը, որպիսի այս ամեն ինչը միշտ պահվի կոնտրոլի տակ, միշտ դա կլինի մի հոգու կողմից, որը որ կլինի ազգի կողմից, շատ սիրված, իսկ եթե այդ մարդը ազգին տա, այն ամեն ինչը ինչ որ ազգը ուզում է, եւ տա այդ դեմոկրատիան, որը որ ազգը փորձում է, բայց չի կարողանում ստանալ, խաղաղություն, դեմոկրատիա եւ ազգի ծառաներ, որոնք իրական ազգի ծառաներ են։ Եվ մի շատ ուրիշ կարևոր բան, ես էլ ասեմ ու եզրափակեմ, թագավորություններում, ընդհանրապես, թագավորություններում, երբ որ կա ազնվական ընտանիք, երբ որ կա թագավորական կարգ, երբ որ կա այն բոլոր միջոցառումները, որոնք որ տեղի են ունենում թագավորական ընտանիքի կողմից, այն բոլոր միջոցառումները, որ արվում են, որպիսի նշեն, որ որոշակի տոներ, երբ որ կա ազնվական ընտանիք, կա թագավոր, թագուհի կամ կա այդ երկրում նաև նորմալ դաստիարակված պրինց, պրինցեսա, չէ, այսինքն արքայադուստր, ազգը ամեն կերպ փորձում է նմանվի իր ազնվական լիդերին, իր թագավորին, որովհետև այդ ներշնչանքը, այդ ամբողջ այդ արարողությունները, այդ ազնվական այդ ամեն ինչը, որ կա քո կողքը, այդ մթնոլորտը, մարդիկ, սովորական մարդիկ ներշնչվում են դրանով, իրենք էլ են ուզում այդ կյանքի ձևը, իրենք սկսում են նմանվել իրենց թագավորին, իրենց թագուհուն, վայ թագուհին ինչ հագավ, ես էլ եմ ուզում նման մի բան հագնել, վայ թագավորը ինչ արեց, ես էլ եմ ուզում, կամաց, ազգը ինքն իրեն սկսում է շտկել, Անգլիայում, մինչև Անգլիան փչացնելը, քանի որ Անգլիան փչացրեցին իմիգրացիայի միջոցով, եւ հիմա մուսուլմանները Անգլիայում ավելի շատ են, քան թե անգլիացիները, Անգլիայում սպիտակ անգլիացիները, նորմալ անգլիացիները, ժողովուրդը իրենցով ընդհանուր առմամբ այնքան մակարդակով ժողովուրդ էին, այդ իրենց թեյ խմելը միշտ, իրենք տրադիցիաներ ունեին, հասկանում եք, Անգլիայի ժողովուրդը տրադիցիաներով ապրող ժողովուրդ էր, իրենք իրոք տրադիցիաներ ունեին, այդ ամեն ինչը, այդ ժողովրդի ընդհանուր մակարդակի բարձրացումը, դա գալիս էր հենց թագավորական ընտանիքի այդ ներշնչանքի ժողովուրդը իրեն ուզում էր նմանվել ուղղակի իրենց լիդերին, այդքան բան, իրենց արած այդ ինֆլուենսը, որ ինչ-որ թագավորներ անում, ընտանիքներ անում, թագուհիներ անում, չէ, ժողովուրդը դրանից ոգևորվում էր եւ փորձում էին նմանվեին տրադիցիաներով, այսինքն այ թագուհին ամեն առավոտ թեյ է խմում, ես էլ եմ ուզում խմեմ, ես էլ եմ ուզում այդ նույն ձևով, կամաց ժողովուրդը ազնվական ավելի տեսք է ստանում, հասկանում եք, ժողովրդին մենակ Եվրոպա ուզենալ գնալով չի, ժողովուրդ ջան, մենակ դրանով չի, որ ուզում ենք, մենք պետք է ինքներս եվրոպացու նման լինենք, տեսքով չէ, արտաքինով չէ, մեր
արտաքինով մենք գույներով մի քիչ տարբեր ենք։ Մենք սպիտակ ու դեղին մազերով չենք, կապուտ աչքերով։ Ընդհանրապես Եվրոպա, որ ասում ես, մարդիկ պատկերացնում են տենց եվրոպացիներ։ Չէ, բայց դա նշանակություն չունի, այստեղ արտաքինի հարցը չի։ Այստեղ պետքա մենք մեր մակարդակով որպես մարդու, պրոստը մեր կենսամակարդակը, ընդհանուր մարդու ապրելակերպը, մեր եկամուտը, աղքատության թիվը, որպեսզի չլինի նման բան։ Մարդկանց հոբիները, մարդկանց առօրյան, նայեք մեր ազգը ինչով է զբաղված։ Սերիալներ եք նայում, ինչ որ ահա որ այդ սերիալները, ովքեր ես միանգամից այդ սերիալները կվերացնեի։ Սերիալներ եք նկարում, ռեժիսորներ, սերիալներ նկարեք, որոնցով որ ազգը ավելի կողքեվորվի եւ ավելի հայրենասիրական մի քիչ ավելի մարդկանց մակարդակը բարձրացնելու համար։ Այս քրեական մտածելակերպ, այս գողական բարքերը, այս ընդհանուր իրավիճակը, իրար այս ящикներն ու գժի պես իրար վրա քշելը, ինչ որ բաներ, մեր երիտասարդները, մեր ջահելները, մեր տղամարդիկ, այս ամեն ինչը պետքա կամաց փոխվի, մարդկանց մակարդակը պետքա բարձրանա։ Իսկ դա անելու համար երկրում ամեն ինչը պետքա փոխվի։ Դպրոցներից սկսված, իսկ ոնց որ ասացի, թագավորություն ունենալու դեպքում համ հսկիչ կլինի, համ էլ ժողովուրդը ինքն իրենով արդեն ամբողջ երկրի մթնոլորտը կփոխվի։ Ես նման կերպ եմ տեսնում իմ հայրենիքը եւ ես այդպես եմ պատկերացնում իմ երկիրը։ Եռագույն դրոշը էլի թող մնա եռագույն դրոշ, բայց վրան ավելացնում ենք թագավորական մեր կնիքը եւ դառնում ենք թագավորություն, որպեսզի թագավորը այսենց մարդկանց կանչի, ասի, այս ինչ եք անում այդ ազգային ժողովուրդ։ Մի հատ քանդեք այս ղեկավարությունը, եթե չեք կարողանում, այս ինչ խայտարակ վիճակ է, այս ինչ եք անում։ Հսկիչ չկա։ Ժողովուրդը չի պահանջում, թագավոր չկա, որ պահանջի, վարչապետն էլ իրան թվում է երկիրը իր սեփականությունն է, իր մարդիկ ասում է ֆասա տվել մյուս կողմի վրա, 2 օր է դեռ անցել, արդեն 2 օրվա մեջ պարզ է մենք ինչ ենք ունենալու։ Վերջ։ Լավ ժողովուրդ ջան, ես 1.5 ժամ արդեն խոսում եմ։ Գնամ մի բան, նստեմ մի քիչ դիտեմ, ֆիլմ կամ մի բան մի կես ժամ եւ բարի գիշեր, արդեն ժամը 11:30 է։ Շնորհակալություն։ Հույսով եմ, որ այս անգամ Նիկոլի կողմնակիցներն էլ դիտեցին սա։ Չնեղացան ինձանից, այս անգամ շատ վատ բաներ չասացի։ Բայց ինչ էլ որ ասում եմ, արժանի են։ Եկեք պահենք մեր երկիրը։ Եկեք պահենք, դա մեր ամենաթանկ բանն է մեր կյանքում, մեր հայրենիքը։ Շնորհակալություն, հաջողություն ձեզ։